Հայաստանի Հանրապետության վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք մի հատ էս տեխնիկական փոփոխությամբ արգելում ենք, որպեսզի այսօրվա գործող քաղաքական ուժը Ալիևի հակով սահմանադրություն կարի։ Ապրիլի 11-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հանդես է գալու նաև հենց Սամվել Կարապետյանը։ Այսօրվա դրությամբ հայերին երկու հոգի են սպառնում պատերազմով՝ Ալիևը եւ Փաշինյանը։ Դարձանք սերունդը ապիկար, ում երիտասարդության օրոք կորցվեց Արցախը։ 3 հատ պատերազմական սեպտեմբերյան պատերազմ են բերել իրենք մեր գլխին։ Կարող է պատահական չի, որ սպառնում են էլի սեպտեմբերյան պատերազմով։ Այդ ավելացված թոշակը, այս վարկերը, որ տալիս են, այն խոստումները լրացուցիչ որ տալիս են, մեր քաղաքացիների քթից է դուրս գալու։ Ու քաղաքացիները դա գիտակցում են։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, շնորհակալ եմ Տիկին Մելոյան մեր հրավերը ընդունելու համար։ Արդիական հարցերը բավական շատ են, բայց սկսենք այսպիսի հարցից։ Այս ընտրապայքարի մեջ նաև ձեր ներկայացրած քաղաքական միավորը, որը մտել է Էթիկական կողմի արժանապատվության որևէ նշաձող սահմանելու մասին եւ ի խոսելը զուր է, ես այդպես եմ հասկանում, որովհետեւ հիմա ընտրապայքարի մեջ նամանդ հայաստանյան իրականության մեջ ինչ ասես կլսես, ինչ ասես կտեսնես։ Այս պարագայում մեզանում այդ մշակույթը կարծես թե չի ձևավորվում այսպես որոշակի էթիկական նորմերի մեջ ընտրապայքար տանելու եւ խոսույթը դրա նաեւ ձևավորելու։ Իսկ դրան երբևիցե մենք հասնելու որևէ միտում ունենք, թե ոչ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ հենց մեր քաղաքական ուժի պարագայում ի սկզբանե էթիկան բնորոշիչ է եւ այս առումով էլ մի քիչ անհամեստորեն ասենք փորձեցինք խաղի կանոններ փոփոխել, որովհետեւ մեր պարագայում դասական քաղաքական ուժի հետ գործ չունենք, եղան հենց արժեքահեն խնդիրներ, ինքնության պահպանման խնդիր է թիմքով մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալի կարգավիճակում է եւ անմիջապես նրա ապօրինի ազատազրկումից ծագեց շարժումը մեր ձևով, որն էլ վերաճեց Ուժեղ Հայաստան քաղաքական կուսակցության։ Եվ հենց մեր համակարգող առաջնորդ Նարեկ Կարապետյանը իր խոսույթով այդ խաղի կանոնը փոփոխեց, որովհետեւ դա բոլորիս վարքագծի առաջնահերթությունն է, մեր ապրելակերպն է, մեր ցանկացած ու տենչած Հայաստանի տեսլականն է, որտեղ մարդիկ այո բարեկիրթ են։ Ու խնդիրը այն է, որ այս 8 տարի մեր երկիրը կառավարող քաղաքական ուժը ամեն կերպ խախտել է այդ կրթության, բարեվարկության նորմերը ու սյուրն էլ այն է, որ այդ քաղաքական ուժը լինելով որը մեր հասարակության մեջ նորմալ դարձրեց վատ փողոցային բառամթերքը հասցնելով դա դեպի բարձրաստիճան պաշտոնատար անձնային տիրույթ, օրինակ Facebook-յան հարթակներ եւ ազգային ժողովի բարձր ամբիոն, որտեղից պետք է կառավարիչները խոսեն ժողովրդի հետ, այն ժողովրդի, որը իրենց նշանակել է կառավարիչ ժամանակավոր, պետության իրենց կյանքի որակը ապահովողներ։ Իրենք անգամ զգացին, այդ հանրային աջակցությունը եւ դրական վերաբերմունքը նորմալ բարեվարք, բարեկիրթ խոսույթին։ Ու եթե կհիշեք, հենց հայտարարեցին, որ իրենք էլ բարեվարկության էթիկետ են հայտարարում, վարքագծի կանոններ, բայց ընդամենը օրեր տևեց այդ բարեվարկության կանոնակարգի պահպանումը, ասեմ ավելին, իրավական գործընթացներ կան, օրինակ իրենց բարեվարկությունից շեղումները, ի տարբերություն մեծ հասարակ քաղաքացիներից, որը կարող է անհետևանք մնալ, իրենց համար պետք է հետևանք ունենա։ Օրինակ օրենսդիր մարմնում պարտավորեն էթիկայի հանձնաժողով ձևավորել եւ տալ գնահատական, կա պաշտոնյաների նկատմամբ, պաշտոնյաների խոսույթին։ Պաշտոնատար անձանց պարագայում, երբ այդ բարեվարկությունը խախտվում է, դա հետևանքային է հանձնաժողովը համանուն, օրինակ Նիկոլ Փաշինյանին տվել է գնահատական, օրինակ երբ նորմալ չէ, երբ վարչապետը այն խոսույթ ունի, որ անգամ ես հիմա ինձ թույլ չեմ տա կրկնել եթերից, բայց վերջերս ասում է բոմժ եւ այլն, արդյոք դա վարչապետի հարիր խոսույթ է ու ընդհանրապես արդյոք վարչապետը կարող է իրեն թույլ տալ
այդ խոսույթով հանդես գալ, որովհետև ինքն է գլուխ գովում, որ իր լսանը մեծ է, միլիոնավոր դիտումներ ունի, հա, բլոգերական վարքագիծ է դրսևորում, իսկ այդ միլիոնների մեջ տարբեր պետություններ են մոնիտորինգ անում իրեն որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Այդ միլիոնների մեջ անչափահաս երեխաներ կարող են տեսնել ու ինչու ոչ նաև կրկնօրինակել իր վարքագիծը։ Դա է առաջնային պատճառը, ինչու օրինակ այս մարդը չպետք է մեր երկրի վարչապետ լիներ ու այս քաղաքական ուժի իրավունք չունենար կառավարելու մեր համակարգը։ Պետք է փորձենք վերադառնալ այն տրամաբանություն, որտեղ ազգային ժողովի ամբիոնը քաղաքական խոսույթի համար է, ոչ թե մեկը մյուսի նկատմամբ ցածրաստիճան, ցածրորակ բառամթերքով վիրավորանքների։ Տիկին Մելոյան, այս պարագայում օրակարգի ձևավորողը ով է հիմա դեռ նախընտրական պաշտոնական քարոզարշավի այդ ժամանակահատվածը դեռևս չի սկսվել, բայց մենք տեսնում ենք, որ նաև ձեր քաղաքական ուժը, նաև իշխանական քաղաքական ուժը եւ շատ ուրիշներ, ովքեր որ մտնում են պայքար կամ դրա հավակնությունը ունեն, արդեն ընտրաքարոզ իրականացնում են։ Այս պարագայում իրականում ով է ներքին քաղաքական նույնիսկ խոսույթի մակարդակում օրակարգ ձևավորողը։ Շատ փորձագետներ նշում են, որ ԿՊ-ն այստեղ առաջատար է։ Այո, ձեր քաղաքական ուժը մտավ, ձեր քաղաքական ուժը ներկայացնում է իր քայլերը, որոնք որ մշակել եւ տեսնում է երկիրը զարգացնելու թե անվտանգային տնտեսական ուղղությամբ, բայց ԿՊ-ն էլ, այսինքն գործող իշխանությունն էլ իր քարոզարշավն է այս պարագայում իրականացնում, բայց օրակարգ ձևավորողը կարծես թե իրենք են ըստ փորձագետների, որովհետև իրենց յուրաքանչյուր խոսույթում օգտագործած բառ, արտահայտություն, որևէ ներկայացում ինչ որ մի աշխատանքի կամ ծրագրի դառնում է երկար քննարկման առարկա։ Մի փոքր համակարծիք չեմ այն տեսանկյունից, որ կարելի է մոտեցումները գնահատել, արդյոք ինչ տեսանկյունից են իրենք օրակարգ ձևավորող։ Այո, համաձայն եմ, որ երբ մի հատ գռեհիկ բառ է ասում բարձրաստիճան պաշտոնատար անձը, դա դառնում է օրակարգ, որովհետև բոլորը սկսում են քննարկել առավելապես այդ բառը կիրառելու անթույլատրելիության հանգամանքը։ Այո, երբ երկրի վարչապետը նստում է մետրո ու արցախցի տիկնոջ անչափահաս որդու ներկայությամբ ասում է փախածներ, դա դառնում է օրակարգ անթույլատրելիության տեսանկյունից, մի քանի ֆակտորով, տղամարդու կողմից կնոջ նկատմամբ վերաբերմունք, տղամարդու կողմից անչափահաս երեխայի ներկայությամբ մոր նկատմամբ վերաբերմունք ու վերջապես վարչապետի, որի կառավարման օրոք կորսվել է Արցախը, արցախցու նկատմամբ վերաբերմունք, ասեմ ավելին, նորմալ իրավական պետությունում ըստ միջազգային իրավունքի պրակտիկայի, սա ոչ միայն հանրային գնահատականի օրակարգ կդառնար, այլև իրավական օրակարգ կդառնար իրավական գործընթացների տեսանկյունից, որովհետև տիկնոջ իրավունքները որպես բռնի համված եւս երաշխավորված ու պաշտպանված են միջազգային իրավունքում ու այս դեպքերում առնվազն նման պաշտոնատար անձինք հրաժարական են ներկայացնում, այնուհետև իրավական գործընթացներ իրենց նկատմամբ մեկնաբանվում։ Օրակարգ է, երբ կրկին մխրճվում է Սուրբ Ծաղկազարդին, եկեղեցին թիրախավորված պաշտոնատար անձը, որը բնականաբար քրիստոնյաների կողմից ծափողջուններով չէր ընդունվելու Սուրբ Պատարագին, մխրճվում է տենց մարդկանց բրթրտելով խորան է ուզում տենչալ պատարագի կեսից, հետո ինչպես արդեն այսօր պարզ դարձավ, պատարագի եկած օրինակելի ընտանիքի երիտասարդների պատանիների այնպիսի հարված են ընթացքում հասցնում չտեղաշարժվելու հիմնավորմամբ, որ այդ պատանին պարզում է ուղղակի ցնցում է ստացել ու այս պատանիներին բռնության ենթարկելով պատժիչ նպատակով բերման են ենթարկում, այնուհետև ամենածանր խափանման միջոցն են կիրառում կալանքը, երբ որ օրինակ սպանության մեջ մեղադրվողները սպանության փորձի, ավազակության մեջ մեղադրվողները, գողության մեջ մեղադրվողները մեր երկրում տնային կալանքի տակ են ներքո են գտնվում կամ վարչական հսկողություն է իրենց նկատմամբ կիրառվում։ Այո, սա օրակարգ է դառնում, բայց մենք այլ օրակարգ ենք ձևավորում։ Որն է այս պարագայում ձեր օրակարգը։ Մենք գալիս ենք օրինակ բարեվարկությունը օրակարգ դարձնելու։ Մենք գալիս ենք Հայաստանի արժեքները օրակարգ դարձնելու, օրինակ, որ չի կարելի եկեղեցուն թիրախավորել, որովհետև արդյունքում մեր ինքնությունն է թիրախավորում ու այդ
մեկ նախադասության արդյունքում, ինչպես պարոն Կարապետյանը արեց, քաղաքական բանտարկյալ ենք դառնում, ծնվում է հասարակական շարժում, վերաաճում կուսակցության քաղաքական ուժի ու դառնում է քաղաքական ֆավորիտ հանրության շրջանակներում, ու այս պայդրությամբ Սամվել Կարապետյանը առաջատար է բոլոր սոցհարցումներում եւ անգամ առաջ է անցել Նիկոլ Փաշինյանից, ու իրենք տեսնում են, ու այդ ջղաձգումների հիմքը նաեւ դա է։ Մենք բաց կերպով ենք քաղաքացիները շփվում, հանրային հաշվետվողականություն ենք իրականացնում, գալիս ենք, չենք ներկայացնում մայիսի 8-ին է, պաշտոնական քարոզչությունը սկսելու, դեռևս փետրվարից մարդկանց Վարս ծրագրային քայլեր ենք ներկայացնում, օրինակ 5 տնտեսական քայլը, 300,000 աշխատատեղեր, 0 հարկ փոքր բիզնեսի համար, էժան դեղորայք մեր հանրության առավել եւս թոշակառուների համար, գյուղմթերման կայաններ ամբողջ մարզերով ցրված, 20,000 մատչելի բնակարան, բայց այս 5 քայլի ներքո մի հսկայածավալ հարյուրավոր էջերով ուսումնասիրություններ են ու նյութեր են, որոնք այս 5 քայլերը իրական են դարձնում։ Դրան ու պատական չէ, որ 5 տնտեսական քայլից ենք սկսում ենք ու գնում ենք դեպի մեր քաղաքական ուժի ու դեպի մեր հասարակության առաջնահերթություն, դեպի մեր անվտանգություն, որովհետև ես կարծում եմ ցանկացած բանական հայ մարդու համար այսօր առաջնահերթությունը մեր անվտանգային խնդիրներն են։ Այսօր առաջնահերթությունը խաղաղությունն է, բայց երաշխավորված ու իրական խաղաղություն է, ոչ թե այդ մտածածինը, որ իրանք փորձում են շահարկել։ Բայց այդ անվտանգությունը երաշխավորված ունենալու համար մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որի հիմքով հնարավոր կլինի այդ անվտանգությունը կյանքի կոչել։ Ու ի վերջո, տեսեք, ինչու ենք մենք օրակարգ թելադրում, պարզ ասում մտավարժանք անենք։ Ծրագրային դրույթները պարզ ներկայացրինք, անմիջապես մեզնից հետո նույն կերպ փորձում են գովազդային հոլովակներում տես կետերով ծրագրային դրույթներ ներկայացնել։ Իդեմ այս իշխող ուժի։ Իդեպ վերջերս այս շաբաթվա ընթացքում մեր կյանքի կոչեցինք, անմիջապես կրկնօրինակեցին, բայց քանի որ իրենք միշտ բան ասում կեղծիքով են խաղի կանոնները վարում, հետո ասում են իրենք մեզ կրկնօրինակեցին։ Այս պարագայում, բայց Տիկին Մելոյան, իշխանական ուժը ԿՊ-ն ունի առավելություն ձեր նկատմամբ, որովհետև ինքը կարողանում է հենց այս պահին որոշակի հարցեր լուծել։ Դե խոսքը միայն թոշակի այսպես արագ բարձրացման մասին չէ, այլ նաև այս շաբաթվա ընթացքում հայտարարվեց էկոնոմիկայի նախարարը կարծեմ կառավարության նիստում նշեց, որ գյուղացիներին հնարավորություն կտրվի բավական մեծ գյուղական վարկ վերցնել, ընդ որում անտոկոս եւ առաջին 6 ամիսների ընթացքում գյուղացին տվյալ վարկառուն նույնիսկ գումար չի վճարելու։ Դա առավելություն է, չէ՞։ Դուք դեռևս խոսում եք խոստումների եւ քայլերի եւ հետագա անելիքի մասին, իսկ ԿՊ-ն անում է այժմ։ Այստեղ շատ ասելիք ունեմ, տեսեք, մենք խոսում ենք խոստումների մասին, բայց մենք այն բացառիկ քաղաքական ուժն ենք, որի առաջնորդը այս ամեն ինչը արդեն արել է։ Սամվել Կարապետյանը այն բացառիկ հայն է, որ ինքնուրույն տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ Այն բացառիկ հայն է, որ ծնվելով, Լոռվա մարզում գնացել աշխարհում 200-300 ամենակայացած ֆինանսապես մարդկանց ցուցակում է հայտնվել։ Այն մարդն է, որ չի հայտնվել արևմտյան սանկցիաների ներքո մեծ կապիտալ ունենալով Ռուսաստանում, երբ իրենից տասնյակ անգամներ ավելի քիչ կապիտալով մարդիկ են հայտնվել։ Ու ի վերջո տեսեք ինչ են անում, իշխանությունները, մենք այդ ամենը գույքագրում ենք, օրինակ ընդհանրապես նախորդ կիսամյակ իրենք բյուջեի օրենքը վերանայեցին, տողերը ընդունեցին, որտեղ չկար, որևէ թոշակի բարձրացման վերաբերյալ ինֆորմացիա։ Պաուստային ֆոնդից տեղափոխեցին։ Ինչ են ասում են Նիկոլ Փաշինյանը, դե 10,000, 20,000 դրամը ինչի տանք թոշակառուին, չի իմանալու ոնց տնօրինի, երբ որ իրապես այդ 10-20,000 դրամը այսօրվա դրությամբ թոշակառուի համար ճակատագրական նշանակություն կարող է ունենալ իրենց կառավարման հետևանքով, բայց դե զուգահեռ իրականությամբ իրենց 10-20,000 դոլարի պարգևավճար են միանվագ տալիս։ Մեկ էլ ծագեց այդ 10,000 դրամը, որով թոշակ են բարձրացնում։ Հետո այդ ավելացված թոշակը
Այս վարկերը, որ տալիս են, այն խոստումները լրացուցիչ որ տալիս են, մեր քաղաքացիների քթից է դուրս գալու ու քաղաքացիները դա գիտակցում են։ Մենք գիտեք, հա, ամբողջ օրը մարզային այցերի մեջ են գտնվում, մեր բնակիչների հետ հարաբերակցվում ենք, Արմավիրում է վերջերս, քաղաքացիներից մեկը ասեց, գիտեք, 2 տարի առաջ կարկուտի հետևանքով վնասներ էին կրել, փոխհատուցումները չեն տալիս, հիմա սկսել են տալ, բայց մարդիկ դրանից ավելի են բարկանում, չեն ոգևորվում, որովհետև քաղաքացին գիտակցում է, որ այդ գումարը փոխհատուցումը տալու միակ պատճառը սպասելիք ընտրություններն են։ Ու մարդիկ արդեն 2 անգամ հնարավորություն ունեցել են, հա, այս իշխանության խոսքի արժանահավատությունը ստուգելու։ Բնավ չկա արժանահավատություն այստեղ։ Բնավ արդեն մարդիկ գիտեն, այս մարդիկ ինչ ասում են, հերիք չեն անում, մի հատ էլ ավելի վատ թար 180 աստիճան հակառակն են անում, օրինակ 21 թվականին ինչ ասեցին, ասում են, ժողովուրդ մեզ ընտրեք, որ Արցախը մնա, ինքնորոշման իրավունքը իրացվի, Մինսկի համախմբի հովանու ներքո եւ այլն։ Ինչ եղավ, իրենք վերընտրվեցին, Արցախը չկա։ Այսօրվա դրությամբ մեր երկրի վարչապետը մեր ժողովրդին սպառնում է պատերազմով։ Այսօրվա դրությամբ հայերին 2 հոգի են սպառնում պատերազմով՝ Ալիևը եւ Փաշինյանը։ Սա անթույլատրելի կարմիր գիծ է ու հենց սա է ազգային անվտանգության հարց։ Հերիք չի սպառնում է, մի հատ է ժամկետ է նշում։ Պատերազմաբերը սպառնում է հերթական պատերազմով։ Ու այո, ինքը բերելու է պատերազմ, եթե ինքը վերընտրվի, որովհետև վիճակագրությունն նայենք 18-ին եկան իշխանության, մի հատ սեպտեմբերի պատերազմ ունեցել են 20 թվականի 44-օրյա պատերազմը։ Հաջորդ պատերազմը հաջորդող 22 թվականի ջերմուկյան մարտերը սեպտեմբերին են էլ տեղ ունեցել։ 21-ին էլ եղավ էսկալացիա սահմանին։ Եվ հաջորդաբար էլի սեպտեմբերին Արցախի նկատմամբ հարձակումը եւ արցախցիները բռնի զավթումը։ Այստեղ պատկերացնում եք 3 հատ հաստատված էսկալացիան հələ դեռ չեմ անդրադառնում։ 3 հատ պատերազմական սեպտեմբերյան պատերազմ են բերել իրենք մեր գլխին։ Կարող է պատահական չի, որ սպառնում են էլի սեպտեմբերյան պատերազմով։ Կարող է պայմանավորվածություն է։ Սա լրջագույն մտահոգություն է եւ ահազանգ է մեր հանրությանը։ Ու հենց այս ամենը կանխարգելելու նպատակով է մեր քաղաքական ուժը գալիս իշխանության, կրկին եմ ասում, հա, մենք այն իրականության մեջ ենք հայտնվել, որտեղ չկա իշխանության համար պայքար, սա աթոռակռիվ չէ, սա հայկական ինքնության հարց է, հայկական պետականության շարունակության հարց է, որովհետեւ Թշնամի հակառակորդ պետության թելադրանքով մեր երկրում սահմանադրության փոփոխության օրակարգ կա։ Մեր երկրում երկրի վարչապետը թիրախավորում ու խաղարկում է անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է ու ցանկացած պետություն աշխարհում ամենայն ակնածանքով է իր անկախության հռչակագրին մոտենում։ Այսօր մեր երկրի վարչապետը ասում է դա կոնֆլիկտացին փաստաթուղթ է։ Անկախության սա ոչ միայն հակահայկականություն է, հակաիրավական հայտարարություն է, սա նաև որոշակիորեն տգիտության հետևանք կարելի է որակել, բայց դե հասկանալի է, հա, թիրախը ինչում է։ Անկախության հռչակագրերը հակառակը կոնֆլիկտները հաղթահարող փաստաթուղթ են, որովհետև այն ծնվում է հիմնադիր նախահայրերի բարձր ազատատենչ կամքի դրսևորման արդյունքում արկա կոնֆլիկտը հաղթահարելով ու այդ կոնֆլիկտի հաղթահարման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունը ծնվել։ Դրա արդյունքում է օգոստոսի 23-ին 90 թվականի Հայաստանի Հանրապետությունը որպես պետական միավոր հռչակվել եւ անկախության հռչակագիրը այդ հավաստող փաստաթուղթն է։ Այնտեղ մեր ազգային նպատակները եւ պետականության հիմնարար սկզբունքներն են հռչակված եւ որևէ պարագայում այն չի կարող դառնալ խաղարկման առարկա, որովհետեւ եթե դու խաղարկեցիր քո անկախության հռչակագիրը, հաջորդ օրը դու տալիս ես իրավունք հակառակորդ պետությանը աշխարհում միջազգային իրավունքի համատեքստում խաղարկել քո որպես պետական միավորի հետագա գոյության հարցը։ Հենց այս ամենի դեմ է մեր պայքարը, սա ավելի մեծի մասին է, ավելի հիմնաքարային խնդիրների մասին է եւ երբ այդ պատասխանատվությունը դու քո ուսերին ստանձնում ես, սա բնավ հաճելի process չէ, հա, ու երբ քո անհոգ կյանքը մի կողմ ես թողնում, կա գիտակցում ու այդ մարդիկ այո ինքնազոհողությամբ են նաև սպառվում, ովքեր այս պայքարի ծիլի մեջ են, որովհետև
մենք փոքր պատկերով չենք բավարարում, հա, ես գնամ իմ բիզնեսը, իմ ընտանիքը, իմ երեխաները, իմ առօրյան, դու հասկանում ես, որ եթե դու քո ձայնը չբարձրացնես, չմտնես այս պայքարի մեջ, այդ ամենը հարվածի տակ է, այդ հանգիստ կյանքը այնուամենայնիվ խաթարվելու է, ինչպես օրինակ արցախցիների պարագայում, հա, մեր քույրերի, եղբայրների պարագայում տեղի ունեցավ, մենք այդ պատմականորեն այն դարձանք սերունդը, ապիկար, երիտասարդության օրոք կորցվեց Արցախը, եւ դեռ մենք այդ պատմականորեն մասշտաբը, հա, այդ ողբերգությամբ չենք գիտակցում, բայց գալու է գիտակցումը ու գալու է պատասխանատվության ժամը մեր սերունդների առջև։ Հիմա ես ինքս այդ ստանցնել եմ այդ գիտակցումը ունենալով, այդ պատասխանատվությունը ու այս պայքարից իրում եմ ու կուզեի մեր հայրենակիցները ունենան, հա, այն արժեզրկող լեզվակռիվները, այդ աթոռակռիվը բնավ հարիր չէ մեր ազգին ու ես ինչքան էլ մեր ազգին փորձում են պիտակավորել, ես համոզմունք ունեմ, որ մեր ազգը որակյալ հատված ունի եւ այդ որակի շնորհիվ է, որ մենք աշխարհին տվել ենք աշխարհի համար օրինակելի հայեր Թե ռազմական գործիչներ, թե գիտնականներ, թե գերողներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ, ամենտեղ կան հայ, հա, որ պետության պատմությունը բացում ես, ու դա սահմռկեցուցիչ է անգամ, որ մենք միշտ անկյունակարում ենք գտնվել, միշտ են որ ասում են, հա, հիմա սա էլ է հայ, հա, այո, այդ հումորային անգամ դրվագները պատահական չեն ծագում, որովհետև այո, այնպես հաստատում, որ ամեն իրավիճակում հայը բախտորոշիչ նշանակություն է ունեցել ու ի վերջո պետք է մենք ծառայեցնենք այդ հանուն մեր հայրենիքի, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության գոյության հարցն է դրվում զոհասեղանին, իսկ ես կարծում եմ հայերը մեծամասամբ կիսում են իմ այն դիրքորոշումը, որ մենք չունենք կորցելու պետականություն։ Տիկին Մելոյան, հասնենք մի քանի հարցով էլ անդրադառնալ։ Տեսեք, դուք հիշատակեցիք եւ խոսեցիք սահմանադրության մասին եւ իշխանական թևի, այսպես այդ սահմանադրությունը փոխելու, նոր սահմանադրություն ընդունելու իրենք ավելի ճշգրիտ դա կձևակերպեն։ Բայց քաղաքական պայքարի մեջ մտած քաղաքական միավորներից ԿՊ-ն միակը չի, որ խոսում է սահմանադրություն, ճիշտ է, իրանք ասում են ամբողջական սահմանադրությունը փոխելու կամ դրա գերակշիռ մասը մայր օրենքի։ Երկրորդ ուժը, որ սահմանադրության մեջ որևէ փոփոխություն իրականացնելու մասին նախապես խոսել է, դա ձեր ներկայացրած քաղաքական ուժն է։ Մնացածը որևէ մեկը սահմանադրության մասին չի խոսում։ Դե մենք բաց կերպով կրկին, հա, դեռևս փետրվարի 12-ին մեր շնորհանդեսին ներկայացրել ենք մեր տեսլականը ու այնքան ազնիվ ենք, բաց ճակատով ենք մեր լսարանի, մեր աջակիցների հետ, որ ասել ենք մենք ունենք որոշում, որ մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու ճանապարհին կա տեխնիկական խոչընդոտ, ցենզերի անհամապատասխանություն։ Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ, եթե մենք ունենանք մեծամասնական քվե եւ ազգային ժողովի կողմից թույլատրելի է սահմանադրության 148-րդ հոդվածը, որով սահմանում է թե ով կարող է վարչապետ դառնալ ու նախարար։ Այդ դրույթը փոփոխենք։ Ասեմ ավելին, այնքան ազնիվ ենք ու նաեւ գիտահեն ենք, որ խորհրդակցել ենք այս փոփոխության շուրջ երկրում բոլոր ակադեմիական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների հետ, միջազգային սահմանադրագետների հետ, հեղինակավոր գիտնականների հետ, բոլորը միաբերան նշեն են, որ սա հնարավոր է եւ սա թույլատրելի է, հակասահմանադրականության խնդիր չկա, դա տեխնիկական հարց է։ Ասեմ ավելին, ըստ էության մենք ազգային ժողովի կողմից փոփոխելի տեխնիկական դրույթը դնում ենք հանրաքվեի, հարցնում ենք ժողովրդի կարծիքը դրա վրա եւ ասեմ ավելին, մենք մի հատ այս տեխնիկական փոփոխությամբ արգելում ենք, որպեսզի այսօրվա գործող քաղաքական ուժը Ալիևի հակով սահմանադրություն կարի, որովհետեւ այո, այն սահմանադրական, ասում եմ, քավլիցի իրենք ինչ եկել են իշխանության օրակարգում ունեցել են սահմանադրական փոփոխությունները, բայց միայն Ալիևի նախերգանքից հետո 24 թվականի, որ Հայաստանը պարտավոր է սահմանադրություն փոխել, Նիկոլ Փաշինյանը օրեր անց ասուլիսում ասեց, որ մենք սահմանադրական փոփոխությունից անցում ենք կատարում դեպի նոր սահմանադրության ընդունման օրակարգ։ Իսկ ինչու նոր, որն է տարբերությունը։ Իրենք կարող են սահմանադրական փոփոխությամբ տեխնիկապես ամբողջ սահմանադրությունը նոր խմբագրությամբ շարադրել։
բացի սահմանադրության նախաբանից եւ անփոփոխելի 3 հոդվածները փոփոխելուց։ Իսկ անկախության հռչակագրին հղումը մեր սահմանադրության նախաբանի մեջ է եւ դրանից հնարավոր է հրաժարվել միայն նոր սահմանադրություն ընդունելով։ Ահա այստեղ է ասма թաղված շանգլուխը եւ սա է նպատակը իշխող իշխանության նոր սահմանադրություն ընդունելու։ Մեր երկրում փոխում են սահմանադրություն հակառակորդ պետության թելադրանքով, ինչպես Ալիևը այն Վաշինգտոնում ստորագրում են հռչակագիր խաղաղության պայմանագիր էին նախաստորագրում, դուրս է գալիս, ասում են Հայաստան դեռ տնային առաջադրանք ունի անելու, մեր վրա մատ է թափ տալիս։ Սա միջազգային իրավունքին, ներպետական իրավունքին ու պետության ինքնիշխանությանը հակասող գործընթաց ու վարքագիծ է եւ մենք չենք կարող որևէ կերպ թույլ տալ, որ մեր բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը հակառակորդի թելադրանքի արդյունք ու խաղարկման արդյունք հանդիսանա։ Տիկին Մելոյան, վերադառնանք նաեւ այն ձեր նշած տեխնիկական փոփոխության, որը դուք նախանշել եք սահմանադրության մեջ, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա վարչապետի պաշտոնը ստանձնի։ Մենք լսեցինք վերջերս օրերս, որ Սամվել Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որևէ ինչ-որ գործընթաց արդեն կա։ Մեկ էլ այն փոփոխությունը 148-րդ հոդվածի, որ դուք նշում եք, դա վերաբերում է, որքան հասկանում եմ, պահանջվող ժամկետին երկրում բնակվելու։ Ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ցենզը պահանջը հետևյալն է, ասում է, որ պատգամավորի համար նախատեսված պահանջը տարածում են նաև գործադիր իշխանության անդամների վրա, իսկ պատգամավոր կարող է դառնալ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 25 տարեկան լրացած անձը։ Հիմա այս պարագայում ու ասեմ ավելին, այս պատգամավորի համար ցենզերը հանրակրվեով է հնարավոր միայն փոփոխել, ազգային ժողովի կողմից փոփոխելի չեն ու պատահական չէ, որովհետև խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում պատգամավորը առաջնային մանդատ կրող է։ Սա տարածվում է, այս նույնական տարածել են գործադիրի վրա։ Մենք փոխում ենք 148-րդ հոդվածը, ասեմ ավելին, մենք ներկայացնելու ենք նաև այդ փոփոխության նախագիծը։ Եվ պնդում անեմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք այդ դիրքորոշումն ենք որդեգրել եւ դա այդպես է լինելու, դա նշանակում է, որ այո, հրաժարման գործընթացներ մեկնարկել են, բայց դրա մասին ավելի մանրամասն կխոսի հենց ինքը Սամվել Կարապետյանը, ասեմ ավելին, վաղը նախատեսվում է միասնության հանրահավաքը, որը մեր ուժն է իրականացնում ապրիլի 11-ին։ Վաղը ապրիլի 11-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում եւ մենք բավականին շատ ասելիքներ ունենք, ուղերձներ ունենք, թե մեր քաղաքացիներին, թե մեր աջակիցներին եւ անկախ քաղաքական հայացքներից ես շատ կուզեի, որ մարդիկ գային ու լսեին մեր ասելիքները։ Ասում եմ, մի անակնկալ է բացեմ, հանդես է գալու նաև հենց Սամվել Կարապետյանը։ Եվ պարոն Կարապետյանը իր խոսքն ունի հղելու իր հայրենակիցներին, իսկ ես կարծում եմ պարոն Կարապետյանը այո, այն բացառիկ հայրն է իր կարգավիճակով ամբողջ աշխարհում եւ իր գործերով Հայաստանի Հանրապետությունում, ում ասելիքը անհրաժեշտ է լսել։ Քննիչից դուք նշում եք նաև Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը, որ քննիչից ինչ որ մի ժամանակ բավական երկար չեն ստանում այն, այսպես ասած, սանկցիան, որ կարող է հրապարակային խոսքով հանդես գալ, թե ոչ։ Այդ սանկցիան ստացված է։ Այո, բայց այդ այնքան բարդ ու խնդրահարույց հարցի մասին եք խոսում։ Տեսեք, այս իշխանությունը քանի որ պարոն Կարապետյանը ակնհայտ քաղբանտարկյալ է եւ երկրորդ կարծիքը այստեղ չի կարող լինել, սահմանափակել է նրա խոսքի ազատության շրջանակներն ու հնարավորությունը, ընդհանրապես հաղորդակցման ազատությունն էր սահմանափակել։ Ու միայն այս իշխանությունը այնքան կարմիր գծեր չունի, որ հաղորդակցման սահմանափակման պայմաններում շահարկում էր, որ մարդը չի խոսում, չի հաղորդակցվում։ Ակնհայտորեն մանիպուլացնում են, փորձում են հրահրել ու քաղաքացիների մոտ սխալ թյուր կարծիք ձևավորել։ Բնականաբար վարչապետի կողմից շահարկելուց հետո, երբ պարոն Վարդևանյանը բարձրաձայնեց այդ հարցը, քննիչը ստիպված էր գործելու։
կրկին հերթական քաղաքական հրահանգավորումներ քննիչին։ Բայց քննիչը այնքան անորոշ էր տվել այդ որոշումը թույլատվությունը։ Այնտեղ բազմաթիվ իրավական հարցեր էին ծագում, արդյոք ոնց կարող է խոսել Սամվել Կարապետյանը, արդյոք մի անգամ է կարող թե մի քանի անգամ։ Եվ այլն, մինչև հիմա կարծում եմ լրացուցիչ պարոն Վարդևանյանը հայտարարությամբ հանդես կգա, բայց այդ քաշքշուկների մեջ են, հա, պարզաբանում ենք խնդրում, չեն պարզաբանում, անորոշ են պարզաբանում եւ այլն, բայց այստեղ դեռ իրավական անորոշության լուրջ խնդիրներ մենք ունենք, այնուամենայնիվ առնվազն այդ մեկ տեսանյութի հնարավորությունը, որ արձանագրված է, վաղը պարոն Կարապետյանը հանդես կգա իր խոսքով։ Եվ նաև հանրահավաքի մասին, քանի որ դրա մասին խոսեցիք, տեսեք, շատ քաղաքական ուժեր, որոնք մտնում են ընտրապայքարի մեջ ընտրություններից առաջ, որպես կանոն հանրահավաքներ իրականացնում են քվեարկության օրվան բավական մոտ։ Դուք հիմա եք իրականացնում հանրահավաք, դրա ուղերձը ո՞րն է լինելու այժմ դրա նպատակը։ Քանի որ մեր աջակիցների քանակը բավականին շատ է, բազմահազար են, ու ինչքան էլ համագումար ենք իրականացնում, շատ դժգոհություններ ենք ունենում, որ մենք չկարողացանք ներկա գտնվել, իսկ մեր համար մեր աջակից քաղաքացու, ընդհանրապես մեր հայրենակիցների ներկայությունը, մասնակցելիությունը առաջնահերթություն է։ Ընդհանրապես մենք փորձում ենք վերադառնալ իրական ժողովրդավարության ծիր, ու ամեն մարդ, որտեղ իրեն մասնակցելի ու իրեն լսված է զգում։ Այդ նպատակով, հա, մենք հաշվետու համագումար ենք ըստ էության անում, հաշվետու հանրահավաք ենք անում ու նպատակը այս պայդրությամբ, այո, որովհետև հիմա ասելիք ունենք։ Վաղը օրինակ Սամվել Կարապետյանը իր խոսքով հանդես է գալու։ Վաղը օրինակ մենք մեր վերջնական ցուցակներն ենք հրապարակելու ամբողջական։ Ու մենք դա անում ենք, չկա տենց, ասում եմ, բեմահարթակ կամ դահլիճ, որը բոլորին կտեղավորեր։ Մենք դա անում ենք բաց երկնքի ներքո, մենք դա անում ենք հենց միասնության ուղերձով, որովհետև այսօրվա մեր ամենամեծ ու լրջագույն խնդիրը այն բաժանարար գծերն են, որ այս իշխանությունը նպատակա ուղղված տարել է մեր հասարակության միջև։ Մենք պետք է միասնության ծիր վերադառնանք, մենք պետք է հասկանանք, որ չկա մեր մեջ սև-սպիտակ, մենք բոլորս միագույն հայեր ենք, միասնական նպատակներով ու պետք է հասկանանք, որ մենք կհաջողենք, երբ միասնաբար մի ուղղությամբ կնայենք։ Ու վաղը այդ ուղերձներն ենք փորձելու հնչեցնել մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ եմ Տիկին Մելոյան։ Նմանապես։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Առայժմ